Բարի երեկո։ Մեդիակենտրոնում այսօր հյուրընկալել ենք արևորթի 4-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որը միակ բնապահպանական փառատոնն է ողջ Հարավկովկասյան տարածաշրջանում։ Մեդիակենտրոնի կինոսրահում, ինչպես նաև Ամեկ Պլյուսի ուղիղ հեռարձակմամբ եւ մեդիակենտրոնի կայքում ուղիղ հեռարձակմամբ կարող ենք դիտել այսօր երկու ֆիլմ, որը տրամադրել է մեզ արևորթի բնապահպանական փառատոնը։ Ֆիլմերից մեկը Վաշ-Վիշն է, որը նկարահանվել է SOS մշակույթ ծրագրի շրջանակներում եւ Ալավերդու միջով հոսող Դեբետ գետի աղտոտման պատճառների, քաղաքում գործող պղնձամոլիբդենային գործարանի արտանետումների հետևանքների մասին է։ Հատկանշական է, որ ֆիլմը նկարահանված է իրենց քաղաքի խնդիրներով մտահող մի խումբ պատանիների կողմից։ Իսկ իտալական Zero Waste ոչ մի թափոն վավերագրական ֆիլմը թափոնների եւ աղբի կառավարման խնդրի վերաբերյալ է։ Մենք կդիտենք ֆիլմերը, այնուհետև կվերադառնանք մեր սրահ, որտեղ կքննարկենք ֆիլմերը եւ դրանցում վերհանված խնդիրները մեզ հյուրընկալված փորձագետների հետ։ Իսկ մեդիակենտրոնի սրահում այսօր հյուրընկալել ենք Հովհաննես Ահարոնյանին, ով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության, աղբահանության եւ սանիտարական մաքրման բաժնի պետն է, Լիանա Սմբատյանին, ով ներկայացնում է վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը որպես ֆիլմերի արտադրության համակարգող, եւ Սամվել Նազարյանին, ով Ուրբան հիմնադրամի ծրագրերի համակարգողն է։ Այժմ դիտենք ֆիլմերը, այնուհետ վերադառնանք քննարկման։ Հետևիր արևորթի 4-րդ միջազգային բնապահպանական փառատոնին հոկտեմբերի 18-ից 31-ը։ Ֆիլմերի ծրագիր տարբեր հեռուստաալիքներով, ցուցադրություններ, քննարկումներ Թումոյում, մեդիակենտրոնում, Սիրահարների այգում։ Մանրամասների համար այցելի www.festival.sunchild.org։ Հոկտեմբերի 27-ին մասնակցիր կենդանիների դիմակահանդես շքերթի։ Սկիզբը Մատենադարանից ժամը 16-ին։ Ալավերդին Լոռու մարզի քաղաքներից մեկն է։ Տարածքում ոչ միայն բնությունն է շռայլ գտնվել, այլև ճարտարապետների երևակայությունը։ Այս տեսանկյունից առանձնանում են Սանահինի եւ Հաղպատի վանքերը, որոնք մշտապես զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում են եւ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության։ Ալավերդին հնուց հայտնի է որպես Ալվերդ, որը բառացի նշանակում է կարմիր քար։ Կարմիր գույն ունի դեռևս մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակից Ալավերդի շրջակայքում արդյունահանվող բարձր որակի պղինձը, որի արդյունահանման անհրաժեշտությունը ուղիղ համեմատական է շրջակա միջավայրի աղտոտմանը։ Բնաշխարհը եւ այնտեղ ապրող մարդիկ ոգեշնչման նյութ են դարձել Թումանյանի բազմաթիվ ստեղծագործությունների համար, սակայն թումանյանական ժամանակներից շատ բան է փոխվել։ Հերոսներն ու միջավայրն են այլ։ Լոռու ձորում այժմ սավառնում է ոչ միայն թումանյանական գրականության ոգին, այլև գործարանային թունավոր նյութերով լեցուն ծուխը։ Թումանյանի հերոսները Դեբեդն էին նետվում, խելագարվում գետի կիրճում։ Այսօր էլ Դեբեդը խնդիր է ներկայացնում հարակից շրջանների համար, ոչ այնքան հոգեբանական, որքան բնապահպանական։ Հավերժ փրփրող Դեբեդն էլ այժմ հառաչում է իր մեջ հայտնված աղբի կուտակումներից։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող SOS մշակույթ ծրագրի սաները մտահոգված են բնության պահպանության, օդի, սննդի եւ առհասարակ միջավայրի աղտոտվածության հարցով, ասել է իրենց ապագայով։ Դորոս իսակում որ հիմալներ հաստատ աղբից կգժվեն ոնց է։ Անգամ ես ու աղբներ գնացին հասարակ ժողովրդից հարցրինք, մի բան էլ իրանք են մունատ գալի, որ խիճտ ենք թափի, բայց դա աղբանոցների իրար հենց իրան շենքի կողներ դրած, բայց տանում են Դեբեդն են լսնում։ Աղբաման չկա, նրանք ստիպված գետն են լսում։ Ստիպված Ընկերներ ասանումը միտեղ դնի դենց այդտեղ փողոցներն հավաքեն ու երբ որ ուրիշ տեղ կամ դիմեն քաղաքապետարանի տանեն շատ են դիմել դա նրանք չեն դիմել։ Մի հատ յուղ են գնացել տրակտոր են կայնացնում, մեջը լցնում, ամիսը մի անգամ ոչ թե տանում են մի հատ հեռու տեղ, այ իջնում են օրինակ գյուղի տակը, այնտեղ դատարկում։
թափելու տերկամադան ատակին ասենք, բան մեկ թափել։ Առաջ դե ես նոր աշխատող եմ, չգիտեմ որտեղ են թափում, բայց հետ աղբի տեղ են սարկեն, հատուկ աղբի տեղ է, բան մեկ թափել։ Ալավերդի քաղաքից ոչ հեռու աղբանոց է բացվել, բայց իրավիճակը առանձնապես չի փոխվել, քանի որ մարդիկ շարունակում են աղբը նետել գետը, ոչ միայն վերահսկողության բացակայության պատճառով, այլև նախկին սովորության համաձայն։ Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հենց պետական աշխատողներին չթույլատրել, որ աղբը գետը նետեն։ Սոցմշակույթ ծրագրի սաները մեկ անգամ չէ, որ տեսել են օրենքի խախտում, հենց օրենքի ներկայացուցչի կողմից։ Մոտավորապես աղբի 40-ից 50%-ը բնակիչները թափում են ու հիմնականում շինարարական աղբի դեպետ գետը։ Բայց քանի որ հիմա արդեն ունենք լիցենզավորված աղբավայր, արդեն այդ խնդրից մենք ձերբազատվել ենք։ Հիմա մեր գետի մաքրման ուղղությամբ առաջի խնդիրը երևի թե գոյուղաջրերի մաքրման հարցն է, որից հետո նոր մենք կարող ենք անդրադառնալ արդեն հաջորդ խնդիրներին։ Դեպետի աղտոտվածությունը ոչ ֆիլտրած գոյուղաջրերի արտահոսքի արդյունք է, ինչպես նաև գետի մեջ կենցաղային կոշտ թափոնների և արդյունաբերական աղբի ուղղակի արտանետման հետևանք։ Բայց քաղաքին սպառնում է մեկ այլ չարիք, որը պատկանում է վտանգավորության առաջին դասին, այն է պղնձի արդյունահանումը։ Արդյունաբերության մասով ես նշեմ, որ նրանց թափոնները նույնպես չեն ֆիլտրացվում մինչև գետ թափվելը ու հիմնականում մեր խնդիրը եղել է նախ առաջինը ծխնելույզի հարցը։ Նոր ծխատարը նախկինից 300 մետրով բարձրացրել են, քանի որ նախորդ ծխատարի պատճառով հարակից տարածքում ուղղակի անհնար էր շնչել։ Բայց դա բերել է նաև նոր վնասներ։ Ծխից անմիջական ազդեցություն են կրում նաև հարակից բնակավայրերն ու անտառները։ Ալավերդիում այսօր սովորականից ավելի հաճախ հանդիպող չարորակ ուռուցքային, հոգեկան, սրտանոթային հիվանդությունները ըստ մասնագետների պղնձամոլիբդենային հանքարդյունաբերության հետևանքներն են։ Իսլատեն որ թափում էր, անգամ շորը որ փռում ենք, սաղ վառում էր, գնում էր վերեն, կամ չուքի հակած էր, գնում էր միտեղ, ամբողջ ծակվում էր, էծերի, ժամանակն ես գազեր չենք կարում դուրս գանք, խեղտվում ենք, տրուբ եմ մոթում, թե երկարացրել են, բայց թեյլի գալիս, եթե գիշերը քնած ենք գնում, դուրը բաց ենք, դուրը բացա, էլ պատուհանից գալիս խեղտվում եմ, ենքան հազում եմ, ասում, աղջի էլի գազա, ամանիք ճակ գազա էլի, ենքան հազում եմ։ Սենյակի դուրը բաց չեմ անում բալկոնի, այդ կյանքով ենք ապրել, ինչ կյանք ենք տեսել։ Մի փոքր թվաբանություն, որը պետք է սթափեցնի մեզ։ Ալավերդու պղնձաձուլական գործարանի կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի գրեթե 100%-ը քաղցկեղածին ծծմբի երկօքսիդ է, որի տարեկան արտանետումները մոտ 11 անգամ գերազանցում են սահմանային թույլատրելի սանդղակը։ Պղնձաձուլարանի տարածքը 3 կիլոմետր շառավղով վարակված է ծանր մետաղներով, որոնց պարունակությունը 20-ից 40 անգամ գերազանցում է ընդունված թույլատրելի խտությունը։ 32.3 անգամ բարձր է պղնձի և 16 անգամ կապարի բաղադրությունը։ Ահա թե ինչպես է տեղի ունենում շրջակա միջավայրի թունավորումը։ Ծծմբի երկօքսիդը մթնոլորտում անձրևաջրի կամ մթնոլորտի խոնավության հետ լուծվում է, դառնում է ծծմբական թթու, որը նստում է տերևի վրա, փակում է տերևի հերձանցքը, որով տերևը շնչում է, և եթե երևույթը շարունակվում է, ապա 1-2 տարվա ընթացքում արդեն ծառը կամ թուփը չորանում է և մահանում է։ Դեպետի կիրճում հանգիստ եղանակներին տեղի է ունենում վնասակար, մասնավորապես ծծմբային միացությունների նստեցում, և շրջակա հողերը ենթարկվում են գազային էրոզիայի։ Օրվա որոշակի ժամերին գործարանից արտահոսող նավթանման այս հեղուկը լցվում է դեպետ։
Իսկ ջրվեժ հիշեցնող այս ջրերն իրականում Ալավերդիի գլխավերևում գտնվող Սարահարթ թաղամասի կոյուղաջրերն են, որոնք հասնում են Դեբետ ու Սները որ սարճման զբոսաշրջիկները տակը կային նկարվում են որպես գեղեցկություն։ Ամառը չի նկարվում։ Ամառը չէ հոտից մոտիկ չեն կարողանում գնալ։ Չէ, կերվասն նա ես մարդիկ ես տեսել եմ, որ մեն նետին նկարում են, գիտեն չոտքի սիրուց ջուրա։ Ջրվեժ աչի խոսի։ Կեղտոտ ճոր չես կարում ոռոգես։ Կարաս ոռոգես, բայց բուսականությունը պիտանի չի լինի։ Բուսականությունը վնասում է։ Բայց գյուղի իշխացան որ ոռոգում է գյուղի համարը բնության ջրելու համար ու նրանք նայած տեղեր օգտագործեն ու գործերի համար։ Բայց կեղտոտ ջրով գործանի թունավոր ջրով ջրես մրգերն են այդտեղ թունավոր կան։ Կոյուղաջրերը մաքրված չեն լցվում Դեբետ գետը, չունենք որևէ տեսակի ֆիլտր տեղադրված, որպեսզի կոյուղաջրերը մաքրվի նոր թափվի Դեբետ գետը եւ ոչ մի աշխատանք մինչ այսօր նշված հարցի ուղղությամբ չի կատարվել, քանի որ դա կապված է մեծ ֆինանսական ներդրումների հետ։ Ես նշեմ, որ Ալավերդի համայնքը ոչ այսօր, ոչ մոտ ապագայում նշված ֆինանսական միջոցներ չի ունենալու եւ մենք մեծ հաճույքով կաշխատենք դոնոր կազմակերպության հետ, եթե լիներ այդպիսի կազմակերպություն, համագործակցության թեկուզ ներդրումի արդյունքում քաղաքապետարանը եւս կատարեր ներդրում եւ նշված հարցը լուծեր։ Դեբեդը հայտնի է եղել նաև իր ձկնատեսակներով, որոնց քանակը թունավոր նյութերի առկայությունից էականորեն նվազել է, իսկ գոյություն ունեցող ձկները ենթարկվել են գենետիկ փոփոխության։ Իրենից ջրան, ասա դներեն բռնում։ Չար։ Բանիկ էլ անոց։ Ամենամետ բռնել եմ 4 կիլո թավ գրամ, 67 սանտի, կրմրախայ։ 60-ական ծբերին գնում էի Կալինինո, մի քշերում համնա մի շուտ կկենում էի, 20 կիլո կրմրախայ էի բռնում։ Ձկներն էլ թույնավորում են ու մենք է բռնում ուտում ենք, մարդկաց է դա է թույնավորում։ Նույն որ բացենան, լրի ջուրը բիխտոտը բոն։ Չէ։ Գեսի չէ, նա այն ջուրն են բացան գոլկա, էլի, Ստեփանովան ես գեմ են հաշում եմ մի բան կա, խաչկա, խաչոքի իջում է, խաչին եկել է դոլա կապած։ Ջանգը ջուրա, էլի։ Նույն կոյուղաջրի չես դու ուտում։ Այդ ձուկը։ Կոյուղաջուրը թափում է Դեբետը։ Ու ձուկն էլ այդ ամենը մարսում է, չէ՞։ Ու դու նե ձուկանես ուտում, այսինքն դու կոյուղաջուրը խմես։ Մեր հասարակ ժողովուրդը լուբոյ մարդն էս մարդ կա, որ հենց այդ ձկնով ապրում, որ հենց ինքը հանում է կամ ուտում է կամ վաճառում։ Դու չես բռնում ու շտապանում տանում էլ նույն ռեստորան տալ դու ես գնում ուտում այդ ձուկը։ Այդ ձուկը դու ես գնում ուտում ու թույնավորվում։ Այդ ձուկը դու ես ուտում թույնավորում, հետո Համոզվում ես չէ որ Դեբետը աղտոտված է։ Ասենք համոզեցի։ ասենք թե չէ համոզած։ Համոզեցի։ Այն լոռու ձորն է, որ հանդիպակաց, ջահրերը խորունք նոթերը կիտած, դեմարդեմ կանգնած համառ ու անթարթ հայացքով իրար նայում են հանդարտ։ Նրանց ոտքերում գազազած գալի գալարվում է գիժ Դեբետը մոլի։ Խելագար թռչում քարերի գլխով, փրփուր է թքում անզուսպ երախով, թքում ու զարկում ժեռու տափերին, փնտրում է ծաղկած ծափերը հին, ու գոռում գիժ, վաշվիշ, վաշվիշ։
Բարի երեկո, երկու կարճամետրաժ ֆիլմ դիտեցինք հենց նոր, որոնք կքննարկենք հիմա մեր փորձագետների հետ։ Հիշեցնեմ, թե ովքեր են մեզ մոտ այսօր հյուրընկալվել մեդիա կենտրոնում։ Հովհաննես Սահարոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության եւ սանիտարական մաքրման բաժնի պետ, Լիանա Սմբատյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆիլմերի արտադրության համակարգող եւ Սամվել Նազարյանը, Ուրբան հիմնադրամի ծրագրերի համակարգող։ Առաջինը Վաշվիշ ֆիլմը դիտեցինք, որը սոցմշակույթ ծրագրի մաս է կազմում։ Կխնդրեի Լիանա, որպեսզի ես գիտեմ, որ նաեւ սոցմշակույթ ծրագիրն ավարտվեց այս տարի, նախագիծը ավարտվեց, կխնդրեի համառոտ ներկայացնեք, թե ինչ նպատակ ուներ սոցմշակույթը եւ ինչքանով հասավ սոցմշակույթն իր նպատակին։ Իհարկե ֆիլմին անդրադարձով նաեւ։ Ուրեմն սոցմշակույթը, ինչպես դուք նշեցիք, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիր էր, որը ֆինանսավորվում էր Եվրամիության կողմից, ծրագիրը մի քիչ շատ ավելի լայն էր ու ուներ մի մաս, որը նախատեսված էր հենց ֆիլմերի համար, որտեղ որ երեխաները, այն ակումբների երեխաները, 4 ակումբ ուներ ծրագիրը, Ալավերդի, Աղթալա, Վարագավան եւ Բերթավան համայնքներում, ու այդ համայնքի երեխաները իրենց առաջարկներն էին անում, թե ինչ թեմաներով կարելի է ֆիլմեր նկարահանել։ Հիմնականում, քանի որ ծրագիրը մշակութային արժեքների պահպանմանն էր ուղղված, թեմաները հիմնականում ավելի տրամաբանել մշակութային թեմաներ էին, բայց կոնկրետ Ալավերդու համայնքի երեխաները որոշել էին ներկայացնել այն թեման, որը որ ամենաշատն է իրենց ուզում, այսինքն իրենց շրջակա միջավայրի պահպանումը, բնապահպանությունը, ու փորձում էին ներկայացնել պրոբլեմը սպասելով պատասխանի, այսպես ասած, այսինքն երեխաները պատրաստել էին ֆիլմ ահազանգ, որը որ արդյունքում միգուցե լուծում չի տալիս, բայց լուծում պահանջում է, որովհետև այս այն հարցն է, որը որ իմ կարծիքով, ու ոչ միայն իմ կարծիքով, այլև ակումբի անդամ երեխաների կարծիքով շատ սուր է ու լուծում է պահանջում համենայն դեպս պատկան մարմինների կողմից։ Շնորհակալություն, Վաշվիշը փառատոնով ուղարկելու մտադրություն կա այս տարի։ Ճիշտ ասած, մեր հիմնադրամի բոլոր ֆիլմերը բարբերաբար մասնակցում են փառատոնների ու շատ մրցանակներ ունենք տարբեր ֆիլմերից, կոնկրետ Վաշվիշը դեռ չենք քննարկել, բայց տրամաբանորեն նույն ճակատագրին կարժանանա, այսինքն տարբեր փառատոնների կմասնակցի։ Շնորհակալություն, պարոն Ահարոնյան, դիտեցինք ֆիլմը իտալական, կուզեի ձեր տպավորությունը հայտնեիք ֆիլմի մասին, ինչ հաջորդ հարցից։ Շատ ցավալի է, որ մենք դեռևս չունենք նման մշակույթ։ Ֆիլմը մենք դիտեցինք, թեք տպավորությունս այնպիսին է, որ այն ինչ այսօր Եվրոպայում կա, եվրոպական չափանիշներին բնորոշ, մեզանում դեռևս դա մի տեսակ նպատակային հարթության վրա է։ Թեև ես պիտի որպես տեղեկատվություն փոխանցեմ, որ Երևանի քաղաքապետարանը աղբահանության եւ սանմաքրման առումով բավականին լուրջ փոփոխությունների է գնում, ես կասեի արմատական փոփոխությունների, դրանցից մեկը բոլորովին վերջերս ուրեմն հայտարարված մրցույթը, միջազգային մրցույթ հայտարարեցինք աղբահանություն եւ սանմաքրում իրականացնելու համար։ Այսօրվա դրությամբ արդեն իսկ ունենք երկու կազմակերպություն, արտասահմանյան կազմակերպություն, որոնք 2014 թվականի ապրիլի 1-ից պիտի իրականացնեն մայրաքաղաքի աղբահանության եւ սահմանման աշխատանքները։ Դրանք են շվեդական էկոգրուպը եւ լիբիական սանիտեկ կազմակերպությունները։ Ես համարում եմ, որ սա առաջին քայլն է Երևանի քաղաքապետարանի կողմից դեպի աղբի վերամշակման կամ տեսակավորման գործարանի կառուցում։ Ասեմ նաև հետևյալը, որ Նիբարաշենի աղբավայրը, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա, ծառայում է այդ նպատակին դեռևս 1950-ական թվականներից։ Այն ընդգրկում է 52 հեկտար տարածք,
Եվ ինչպես գիտեք, Երևանում կամ Հայաստանում ընդհանրապես դեռևս աղբի վերամշակում եւ տեսակավորում չի իրականացվում։ Այս 52 հեկտար տարածքը, որ արդեն ասեցի, օգտագործվում է 1950-ական թվականներից մինչ օրս, ուրեմն կուտակվել է 8 միլիոն տոննա կոշտ կենցաղային թափում։ Նույն տեմպով, եթե շարունակենք դրա շահագործումը, ապա բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ այն կծառայի մայրաքաղաքին ևս 15 տարի։ Վերջինս նշանակում է, որ մենք հապաղելու ժամանակ գրեթե չունենք։ Այսինքն ժամանակի հրամայականն է, որպեսզի մենք ունենանք աղբի վերամշակման կամ տեսակավորման գործարան։ Ես միանում եմ ֆիլմի հերոսների այն ուրեմն կոչերին, որտեղ ասում է, որ ոչ աղբակիզման գործարանների։ Միանում եմ ես հայտարարությանը, ինքս էլ դրա կողմնակիցն եմ և կողմնակիցն եմ նաև այն բանի, որ մենք ապագայում ունենանք աղբի տեսակավորման և վերամշակման գործարան։ Որպես տեղեկատվություն նաև, որ կառավարությունում արդեն իսկ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ միջազգային կազմակերպությունները ուսումնասիրություններ են կատարում ողջ Հայաստանի Հանրապետության տարածքով եւ մոտ ապագայում խորհրդատվական ծառայությունները կներկայացնեն իրենց առաջարկությունները։ Արդեն իսկ կա 4 առաջարկություն, դրանք վերջնականապես ուրեմն ուսումնասիրությունից հետո կներկայացվեն եւ մեր իշխանությունները ճիշտ որոշում կկայացնեն, թե կոնկրետ որն է պետք Հայաստանի Հանրապետությանը։ Այնտեղ տալիս է, որ ընդամենը ուրեմն 2 խոշոր աղբավայր ունենա Հայաստանի Հանրապետությունը, բայց ես որպես Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ ասեմ, որ մեր կողմից առաջարկություն ենք արել, որպեսզի մայրաքաղաքը դիտվի որպես առանձին միավոր։ Շնորհակալություն, կա հիմնադրամ, ուրբան հիմնադրամը, որը ես գիտեմ իրականացրել է աղբի կառավարման այլընտրանքային կարելի է ասել ծրագիր սեփական նախաձեռնությամբ եւ մենք ունենք ներկայացուցիչ ուրբան հիմնադրամից, պարոն Նազարյան, կխնդրեի, որպեսզի ներկայացնեք, թե ինչ ծրագիր է իրականացրել եւ ինչ հաջողությամբ ուրբան հիմնադրամը Երևանում։ Ծրագիր իրականացրել է եւ այժմ այս պահին իրականացնում է, բայց ոչ Երևան քաղաքում, Կապան քաղաքում է իրականացում այդ ծրագիրը։ Նպատակը ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի եւ Counterpart Հայաստանի կողմից, ներդրում ունեն նաեւ Կապանի քաղաքապետարանը եւ ուրբան հիմնադրամը։ Ուրեմն ծրագրի նպատակը տեղական կարողությունների զարգացման, հզորացման միջոցով աղբավայր տեղափոխվող աղբի ծավալի եւ քանակի կրճատումն է։ Այդ նպատակով մոտ օրերս Կապան քաղաքի աղբատեղին ընդհանուր աղբամանների կողքին կհայտնվեն նաեւ պլաստիկ շշերի համար նախատեսված հատուկ աղբամաններ։ Այս պահի դրությամբ միայն պլաստիկի, որը որ թույլ է տալու այն աղբը, որը որ գնում էր աղբավայր, նկատի ունեն պլաստիկը, դա կտարանջատվի եւ կտեղափոխվի հատուկ պայեստամաս, Կապանի կոմունալ ծառայության պայեստամասը, որտեղ որ հատուկ մամլիչի միջոցով նրա ծավալը փոքրացվելու է եւ հետագայում դա վերամշակվելու է։ Այսինքն աղբի ծավալի մոտ 20%-ը, որ պլաստիկն է կազմում, փորձ է արվելու նվազեցնել ընդհանուր աղբի այդ քանակը եւ դա օգտագործել որպես երկրորդական հումք այլ արտադրանք ստանալու համար։ Եվ Կապանի սոցիալապես անապահով կանանց խմբի կողմից հիմա կարվում է եւ ելի մոտ օրերս արդեն Կապան քաղաքի խանութներին կբաժանվեն բազմակի օգտագործման տոպրակներ, որոնք որ պետք է անվճար գնորդներին տրամադրվի, որպեսզի նրանք իրենց առօրյայում օգտագործեն։ Այսինքն մենք մեր հին սովորությունը ուզում ենք նորից ներմուծել
ներմուծել միջավայր, որպեսզի կարողանանք ինչ-որ չափով պլաստիկի քանակը նվազեցնել։ Հիմնականում սա է ծրագրի իմաստը։ Շնորհակալություն, պարոն Ահարոնյան, ընդունված այսպիսի արտահայտություն կա, որ աղբը ամենաձեռնտու բիզնեսն է, որովհետև փաստորեն ոչնչից մարդիկ կարողանում են ստանալ եկամուտ։ Ինչու՞մն է խնդիրը, որ մենք, ինչպես դուք նշեցիք, չունենք դեռ մինչև հիմա վերամշակման մշակույթը, դա թանկ է, այսինքն թանկ է դրանով սկսել զբաղվել, այդ առաջին հատվածն է թանկ, ինչու մինչև հիմա չենք կիրառել վերամշակման մշակույթը։ Եթե ես ասեմ, թե ինչու դա կլինի սուբյեկտիվ կարծիք, դա է պատճառը, որ ես ասացի, որ կարևորը, որ արդեն առաջին քայլերը արված են։ Եկեք ուղղակի առաջ քայլենք առանց հետ նայելու, թե ինչու։ Ինչուները կարող են եւ լինել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, այդ իսկ պատճառով ես ուղղակի նորից ուզում եմ համոզմունք հայտնել, որ ապագայում մենք ձեզ հետ միասին կունենանք եվրոպական չափանիշներին համապատասխան թե աղբանություն, թե սանմակրում եւ թե իհարկե աղբի վերամշակում կամ աղբի տեսակավորում։ Աղբահանությունը մշակույթ է, որ ցավոք սրտի մենք դեռևս չունենք։ Իսկ պրոֆիլակտիկ ինչ-որ միջոցառումներ նախատեսվում են այդ ծրագրերի շրջանակում, այդ միջազգային կառույցները, որոնք որ զբաղվելու են խնդրով, այսինքն որոշակի քարոզչություն, որոշակի վերահսկում պլաստիկի պոլիէթիլենային տոպրակների սարսափելի քանակության, որ մենք հիմա գիտենք մեր միջավայրում օգտագործվում են, գուցե դրանց փոխարինումը, ինչպես պարոն Նազարյանը նշեց, բազմակի օգտագործման տոպրակներով կամ թղթե տոպրակներով կամ ուղղակի սոցիալական գովազդներ նախատեսվում են նաև այդպիսի միջոցառումներ, որոնք ոչ միայն հետևանքները կվերացնեն, այլև դրանք կփոքրացնեն։ Ուրեմն որքանով ես տեղյակ եմ, շվեդական էկոգրուպ կազմակերպությունը ունի նման ծրագիր, ապրիլի 1-ից եկող տարվա արդեն սկսում է իրականացնել իրենց աշխատանքները, ունի նման ծրագիր Երևանի թաղամասերից որևէ մեկում, ուրեմն ասեմ, որ բաժանվել է մայրաքաղաքի երկու հավասար հատվածների, արևելյան եւ արևմտյան հատվածների, էկոգրուպը իր աշխատանքները պիտի իրականացնի արևելյան հատվածում եւ արևելյան հատվածի 7 վարչական շրջաններից որևէ մեկի թաղամասերից փորձը կներդրվի։ Որքանով ես տեղյակ եմ, նրանք արդեն փորձել են թաղամասյանուն հիմա չասեմ, ինչ որ թաղամասում բնակիչների հետ հանդիպել եւ առաջարկություններ են արել, որ բերենք տեղադրենք տարբեր աղբարկղեր եւ դուք ինքներդ արդեն տեսակավորեք աղբը, բայց անհամաձայնություն է եղել։ Դա է պատճառը, որ ես ասում եմ, աղբահանությունը մշակույթ է, որ մենք դեռևս չունենք, բայց այստեղ նույնպես ես պիտի լավատես լինեմ, համոզմունք հայտնեմ, որ իրոք ապագայում մենք կունենանք թե այդ մշակույթը եւ թե իրականում կունենանք եվրոպական չափանիշներին համահունչ, համապատասխան թե աղբահանություն, թե սահմանադրում եւ կրկնում եմ թե աղբի վերամշակում։ Լիանա Արևորտի բնապահպանական փառատոնը արդեն 4-րդն է։ Դուք նաև որոշակիորեն փառատոնի ներկայացուցիչ եք, ճիշտ է, կարող եք նաև փառատոնից խոսել։ Այ փառատոնը մի գործիք է կարելի ասել, որը ֆիլմերի միջոցով, այսպիսի քննարկումների միջոցով, ինչպիսին որ հենց այս քննարկումն է, փորձում է վերհանել խնդիրներ, երկխոսություններ, խոսել մարդկանց հետ այդ խնդիրների մասին, ավելի շատ մարդկանց ներգրավել այդ խնդիրներում։ Որքանով է արդարացված այդ փառատոնի ձևաչափը որպես այդպիսին, ինչքանով եք դուք զգացել փառատոնի ազդեցությունը, ռեալ ազդեցությունը, ռեալ գործողությունների տեսքով։ Ոչ միայն փառատոնի, սոցիալ մշակույթն էլ նույնպես այդպիսի ծրագիր է, այսինքն հարցս ընդհանուր է, քանի որ դուք այդ ամենի մեջ եք, ինչպես կգնահատեք արդյունավետությունը այն ամենի, այն ամբողջ աշխատանքի, որ դուք անում եք։ Ես փորձեմ մի քիչ ավելի ընդհանրական օրինակի վրա փորձել բացատրել։ Ես մասնագիտությամբ վավերագրող ռեժիսոր եմ ու վավերագրական ֆիլմի ուժը պատկերացնում եմ իրենց ինչ է ներկայացնում ու իմ կարծիքով ցանկացած վավերագրական ֆիլմի նկարահանման օրից այդ շատ մեծ ուղերձ է մարդկանց ու իր ազդեցությունը արդեն իսկ ուղղակի թե անուղղակի կա մարդկանց վրա, այսինքն եթե դա ցուցադրվում է, մարդիկ նայում են ու դա ցանկացած մարդով այդ ֆիլմը նայի, իր վրա ինչ որ ազդեցություն թողնում է ու իմ կարծիքով այս տեսանկյունից եթե վերցնենք
փառատոնը բնականաբար արդարացված է ու իր ամեն ցանկացած տեսանկյունից կարողանում է ազդեցություն ունենալ մարդկանց վրա, հասարակության այն խմբի վրա, որը հետաքրքրված է մասնակցում է դիտումներին ու ոչ միայն փառատոնը, այլև նորից եմ կրկնում, թեկուզ հենց մշակույթի ցանկացած ֆիլմ, երբ որ հանդիսատեսը այդ ֆիլմը դիտում է, վստահ եմ, որ իր մեջ ինչ-որ բան փոխվում է, ինչ-որ հարգանք է ավելանում տվյալ, եթե մշակութային ֆիլմ է մեր դեպքում մշակութային արժեքի նկատմամբ կամ բնապահպանական ֆիլմ է փորձում է այդ ընկալել խնդրի ողջ էությունը ու արդեն իսկ ինքը դառնում է այդ խնդրի անուղղակի կրողը, այսինքն խնդրի չէ, ինֆորմացիայի, այսինքն ինքը այդ ինֆորմացիան գործողության մեջ է դրվում, փոխանցվում է մեկից մյուսին ու իմ կարծիքով ամենակարևոր բանը, որ անում է վավերագրական կինոն, դա մարդկանց ինֆորմացնելն է, հասարակությանը ինֆորմացնելն է տվյալ խնդրի մասին ու իմ կարծիքով մեզ մոտ դա այս պահի դրությամբ ստացվում է։ Շնորհակալություն, պարոն Նազարյան, պարոն Ահարոնյանը նշեց, որ շվեդական կազմակերպությունը փաստորեն մի թաղամասում, որի անունը չուզեց տալ պարոն Ահարոնյանը, աշխատանքները փորձել իրականացնել բնակչության հետ, սակայն նրանք չեն համաձայնել տեսակավորված աղբի մշակույթի մասնակից դառնալու։ Վստահ եմ, որ Կապանում իրականացնելով նման ծրագիր, դուք նաև երևի թե որոշակի աշխատանք բնակիչների հետ տարել եք։ Ինչպիսին էր կապանցիների ռեակցիան այդ ամենին, ինչպես են կապանցիները ընդունում ձեր ծրագիրը։ Շնորհակալություն։ Բնակիչների հետ աշխատանքը անպայման անհրաժեշտ է, ինչպես պարոն Ահարոնյանը նշեց, առանց գիտակցություն փոխելու, առանց բնակչության ակտիվ մասնակցության հնարավոր չի լինի հասնել այն աղբանությանը, որը մենք ուզում ենք։ Մենք Ալավերդի քաղաքում ցավոք այդ ֆիլմի մեջ չէր երևում այդ պլաստիկի համար նախատեսված աղբամանները, որոնք որ Ալավերդիում էլ կան դրված։ Մտավախություն կար էլի քաղաքային իշխանությունների մոտ, որ դրված աղբամանները չեն ծառայելու իրենց նպատակին։ Մենք հարցում էինք իրականացել ու բնակիչների 85%-ը պատրաստակամություն էին հայտնել, եթե լինեն համապատասխան աղբամաններ, իրենք կտեսակավորեն այդ աղբը։ Նույնիսկ քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ իրանք հետո ասեցին, որ մտավախություն ունեին, որ հետո չի հավաքվի, կասեն, բա ոնց է որ հարցումները այս պատկերն են ցույց տալիս, հիմա այլ պատկեր է։ Ինձ թվում է, որ իշխանությունները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն, ստեղծեն այդ հնարավորությունները, բայց բնականաբար առանց բնակիչների ակտիվ մասնակցության, այսինքն առանց այդ կուլտուրայի ոչինչ չի ստացվի։ Հիմա մենք Կապան քաղաքում մոտ օրերս կտեղադրենք այդ աղբամանները, այդ 90 աղբամանները եւ դրանով կարելի է ասել ծրագրի մի մասը ավարտվում է եւ սկսվում է երկրորդ փուլը, որտեղ որ իրանց ակտիվ դերակատարումը պետք է ունենան բնակիչները։ Եթե բնակիչները դա չտեսակավորեն եւ այդ աղբը չլցնեն, այսինքն պլաստիկը չլցնեն աղբամանների մեջ, ծրագիրը ձախողված կլինի։ Դրա համար հանդիպումներ են տեղի ունենում դպրոցներում երեխաների հետ եւ անընդհատ սոցիալական գովազդներ պետք է 15 օր առաջ աղբամանները տեղադրելու, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչի համար է այդ աղբամանները։ Դրանք հատուկ պետք է դրվեն ընդհանուր աղբի աղբամանների կողքը, որպեսզի եթե առանձին դրված լինեն, բնականաբար նրանց մեջ կարող են գցել այլ աղբ։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով բնակչության հետ աշխատանքը անպայման իրականացնելով, նոր մենք կարող ենք ակնկալել ինչ-որ արդյունք։ Ես գիտեմ, որ նաև Վանաձորում վերամշակման, պլաստիկի վերամշակման գործարան կար եւ տեղադրված էին աղբամաններ, բայց չարդարացրեց իրեն։ Աղբամանները մինչեւ հիմա դրված են, բնակիչները շարունակում են նետել, բայց գործարանը կարծես թե դադարեցրեց իր գոյությունը։ Տեղյակ եք դրանից։ Ես տեղյակ եմ, թե ինչի գործարանը դադարեցրել է իր աշխատանքը, դա սորտավորման գործարան էր, բնականաբար վճարում էր հարկեր, իրականացնում էր աղբանություն, որոշակի ծախսեր ուներ բնականաբար, տեղափոխում էր աղբը գործարան, որպեսզի սորտավորի, հետագայում դրանից ստանա արտադրանք կամ վաճառի, բայց աղբի հիմնական մասը, որ տեղափոխվում էր գործարան, դա իրենից ներկայացնում էր շինարարական աղբ, որը որ արժեք չունի։ Այսինքն աղբամանների մեջից այն աղբը, որը որ ունի արժեք
ընդհանուր աղբի աղբամաններից, դա կլինի մետաղը, դա կլինի պլաստիկը կամ այլ նյութեր հանում էին եւ աղբավայր էր հասնում այն աղբը, որը արժեք չունի, իսկ այդ կազմակերպությունը դրա համար ես ինչքան գիտեմ քաղաքապետարանին գումար էր վճարում, չհաշված որ ուներ, ասեցի, բազմակի ծախսեր տենց, դրա համար էլ փակվեց, կներեք երկրորդ հարցը Երկրորդ հարցը չկար, Վանաձորին էր վերաբերում։ Հա, աղբամանների հետ կապված։ Աղբամանների մեջ քաղաքապետարանը աղբամանները այն վայրում պետք է տեղադրի, որտեղ որ կան նաև ընդհանուր աղբի աղբամաններ։ Իրենք տարել են, չգիտեմ, տարբեր երևի տեղեր են դրել, որտեղ որ չկան կողք ուրիշ աղբամաններ եւ այդ աղբամանների մեջ մարդը բնականաբար ձեռքի տակ եղածը իրան ավելի հարմար է դա գցել տեղ, գցում այնտեղ դրա համար էլ, այսինքն պետք է մի քիչ մոտեցումները ճիշտ լինեն, ինչ ծրագիր իրականացնում ես։ Պարոն Աղարոնյան, ճիշտ եմ հասկանում, որ ապրիլի 1-ից 2014-ի մենք նաև ամեն դեպքում կունենանք տեսակավորված աղբի աղբամաններ։ Ես նման բան չասացի։ Մենք առայժմ ուրեմն գնում ենք աղբահանության բարեփոխումների ճանապարհով, սակայն դեռևս չենք ունենալու աղբի վերամշակում եւ տեսակավորում։ Սա պարզապես առաջի փուլն է, որը մենք իրականացնում ենք իբրև բարեփոխում, որպեսզի մեր երկրում Երևան քաղաքում ավելի ճիշտ էսպես ասեմ, աղբահանությունը հասցնենք եվրոպական չափանիշներ, պարզապես միայն աղբահանություն եւ սանիտարական մաքրում, ինչպես նաեւ ձմռանը ձյան մաքրման աշխատանքները պիտի իրականացնենք։ Մենք այս ֆիլմում տեսանք, որ աղբակես վարարանների դեմ պայքարում էին ակտիվիստները եւ վերամշակման մշակույթը հիմնադրվեց քաղաքում, մի քանի քաղաքում, որ ֆիլմում վերված էին հենց ակտիվիստների շնորհիվ։ Դուք ինչպես եք վերաբերում ակտիվիզմին եւ կարծում եք արդյոք, որ օրինակ մեր երկրում ակտիվիզմը կարող է կոնկրետ այս խնդրի համար որոշիչ դեր ունենալ։ Ողջունում եմ կոնկրետ այն ակտիվիստներին, որոնք ինչպես ֆիլմում վերված հասան իրենց նպատակի։ Անչափ ուրախ եմ, որ հատկապես առաջին ֆիլմը, որ նկարահանված էր մեր երկրում, մասնակցել էին դեռահասներ, պատանիներ, այսինքն սա նշանակում է, որ ապագայի նկատմամբ երկրի արդեն իսկ երիտասարդությունն է խիստ մտահոգված։ Մի փոքրիկ գաղտնիք բացահայտեմ, ես նույնպես երիտասարդ տարիներին եղել եմ ուրեմն շատ ակտիվ բնապահպան, համախոհներիս հետ միասին ստեղծել եմ բնապահպանական հասարակական կազմակերպություն, այսինքն ինձ համար շատ հոգեհարազատ էր։ Միակ բանը, որ երկու դիտված ֆիլմերից մի քիչ մտահոգություն առաջացրեց, դա այն էր, որ եթե մի պարագայում եվրոպական չափանիշների ուղղակի ավելի լավացման խնդիր էր, ապա Հայաստանի պարագայում որ մի քիչ ծայրահեղ հնչի, ամենայն դեպս մի տեսակ սա իմ անձնական կարծիքն է, սուբյեկտիվ կարծիքը, վանդալիզմի դասավորում է։ Եվ հիմա որ դուք ասում եք, որ այս ֆիլմը պիտի մասնակցի այլ փառատոների, ինձ մոտ չգիտեմ, մի փոքր որպես հայ մարդու անհանգստություն է առաջանում։ Ես օրինակ չէի ցանկանա, որ այս ֆիլմը աշխարհի տարբեր երկրներում դիտեին սրան զուգահեռ։ Այսինքն եթե մի պարագայում Եվրոպայից ֆիլմ ենք տեսնում, որ այնտեղ գիտեք բնապահպանները պայքարում են, որպեսզի ոչ թե ունենան աղբակիզման վառարաններ, այլ տեսակավորման գործարաններ, մեզ մոտ ես չգիտեմ ինչ ասեմ, այս ֆիլմը նորից եմ ասում, վանդալիզմի դասավորում։ Հաշվիչի մասին է խոսքը։ Ես չէի ցանկանա, որ որևէ օտար ազգի մարդ այս ֆիլմը դիտեր։ Ու հնչեր, որ գիտեք, այս պատկերները, ինչ որ դուք տեսաք, այս գեղեցիկ բնությունը, այսինքն ոչնչացնողները հայերն են։ Չգիտեմ, ամոթի զգացողություն կա ուղղակի, ես այլ կերպ ուղղակի չեմ կարող բնորոշել։ Չգիտեմ, երևի իրոք ձեր կարծիքը մի փոքր շատ սուբյեկտիվ է, ասեմ ինչի, որովհետև կարծում եմ, որ եթե կա խնդիր, խնդիրը պետք է ստանա լուծում։ Ինձ թվում է ավելի ամոթ է, որ խնդիրը չի ստացել լուծում ու երկար ժամանակ կա այդ խնդիրը, քան թե այն, որ այդ խնդիրը վերահանվում, որովհետև եթե մենք բոլորս լռենք կոնկրետ խնդիրների մասին, մենք շատ կարճ ժամանակ հետո կկանգնենք ինչ-որ ավելի մեծ խնդիրների առաջ, որը որ միգուցե այն ժամանակ արդեն չկարողանանք լուծել։ Դա է պատճառը, որ
սկզբից ողջունեցի ձեզ եւ բոլոր նրանց, ովքեր որ մասնակցել էին։ Ես համաձայն եմ, որ միգուցե կա այդտեղ երկակի պահ այդտեղ է կայանում հենց սուբյեկտիվ կարծիքը, որ դուք կարծում եք, որ դա մեր երկիրն է ու չարժի իրան մի քիչ ավելի շողքի տակ ցույց տալ, հա, մութ ֆոնի վրա, բայց միգուցե կա նման ֆակտոր ինչ-որ փոքր, բայց իմ կարծիքով բոլոր խնդիրները պետք է լուծել վեր հանելով ու շիտակ նայելով բոլոր խնդիրներին։ Մենք չպետք է սիրուն նկարներ ցույց տանք ու ասենք սա է մեր երկիրը միայն։ Որևէ բան չեմ համարում փոքր, եթե դա վերաբերում է մեր ազգի նկարագրին, ազգային նկարագրին, եթե պետք է որևէ երկիր, որևէ ազգ ինչ որ մի փոքրիկ ոնց որ դուք եք ասում, եթե դուք համարում եք փոքրիկ բան, եսի տարբերություն ձեզ ահավոր բան եմ համարում։ Հասկանում եք, յուրաքանչյուր փոքրիկ բան ի վերջո փոքրիկ այդ բաներից ոնց որ դուք եք ասում, գոյանում է մի մեծ, այսինքն ոչինչ պետք չի չկարևորել։ Ամենաչնչին փոքրիկ այս նյութը անգամ պիտի կարևորել։ Սա իմ սուբյեկտիվ։ Չէ, ճիշտ եք, ուղղակի առավել ևս նորից եմ ասում, երբ այն վերաբերում է ազգային նկարագրին։ Ես համամիտ եմ, բայց եթե նայենք մյուս տեսանկյունից, կան շատ տվյալներ կոնկրետ բնապահպանական հետազոտությունների, որ Ալավերդի քաղաքում շատ հնարավոր է, որ մոտավորապես 15 տարի հետո, եթե ամեն ինչ այդպես շարունակվի ու գենետիկ մի շարք մուտացիաներ տեղի ունենան, ուղղակի դժվար կլինի ունենալ առողջ սերունդ։ Իմ կարծիքով դա շատ 10 անգամ ավելի մտահոգիչ հարց է, քան ազգային նկարագիրը այլ մարդկանց աչքերում, որովհետև եթե մենք չմտածենք մեր հետագա սերնդի մասին, թե ովքեր են մեզ շարունակելու ու ինչ առողջություն են ունենալու, ինչ բնություն են ունենալու ու որտեղ են ապրելու, նույնիսկ այն մշակութային արժեքները, որոնք կա, մենք բոլորս գիտենք, թե ինչ հարուստ է Լորվա մարզը մշակութային արժեքներով, այդ արժեքներն էլ կարժեզրկվեն միայն նրա համար, որովհետև ինչն է ամեն ինչի կենտրոնում, մարդը։ Ես բայց կսած ես միանում եմ դեր շարժմանա, ձեր հետ է, հատկապես իրեմ այդ խնդիրների կարգավորման առումով։ Իրոք ես համարում եմ, որ սա մարտահրավեր էր բոլոր նրանց, ովքեր կդիտեն այս ֆիլմը, ու ես հայտարարում եմ պաշտոնապես, որ ես ձեր հետ եմ, ձեր հետ համամիտ եմ։ Շնորհակալություն, մենք հանդիսատեսների մեջ ունենք հարց տալու ցանկություն, որևէ մեկը ունի հարցեր կամ ուղղակի արտահայտվելու ցանկություն։ Ոչ չունենք, մեր հյուրերը ավելացնելու բան ունեն, գուցե ամփոփիկ ինչ-որ մեկ նախադասությամբ, ահա, ունենք Խնդրեմ։ Եվգենիա Կազումյան, լրագրող, բլոգեր։ Այ բոլորիս համար գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում բազում գրանտներ են գալիս, գնում եւ այլն։ Ինչու ասենք այդ խնդրին կոնկրետ մենք չենք անդրադառնում կամ ինչու եք ուզում թաքցնենք այդ հարցը։ Այսինքն ձեր ասածից դուրս է գալիս, որ լավ է մեր կեղտոտ լվացքը պահենք, ոչ մեկ չիմանա դրա մասին ու չարտահայտվենք, չտեսնեն, որ մենք սենց խնդիր ունենք, սենց պրոբլեմ ունենք, քան թե այդ պրոբլեմը փորձենք լուծել։ Եթե տեղական ինքնակառավարման մարմինները աչք են փակում նման բաների վրա, ասենք ինչու չփորձել դրսից գտնել մի աջակցություն, որպեսզի խնդիրը ստանա իր լուծումը։ Շնորհակալություն։ Կարծում եմ, որ դուք ինչ ճիշտ չեք հասկացել։ Սկզբում ասացիք, որ դուք չեք ուզենա, որ այս որպես հայ մարդ չէի ուզենա ուղղակի։ Ամոթի զգացողություն եմ ապրում դրա համար։ Եթե դա է մեր իրականությունը։ Գիտեք, իրականություններ կան, որոնք ոչ բարձրաձայնում են եւ ոչ էլ ցուցադրում։ Աչք չենք փակում։ Այօրինակ այս ֆիլմը դիտեցինք մենք բոլորս մեր երկրում, մեր մայրաքաղաքի կենտրոնում, ողջունելի էր։ Ես էլ պաշտոնապես հայտարարեցի, որ ինքս միանում եմ այս պահանջներին, ինչ որ մենք դիտեցինք ֆիլմ, այսինքն դուք իրոք ինչ ճիշտ չհասկացաք։ Ինչ վերաբերում են գրանտներին, ես որևէ տրամաբանական կապ կոնկրետ այս պարագայում չեմ տեսնում աղբահանության կամ այդ գրանտների հետ։ Դուք ի նկատի ունեք այս նպատակը իրականացնելու համար են գրանտներ եղել։ Ես ի նկատի ունեմ, որ բազում գրանտներ կան եւ գումարներ կան, բայց ի՞նչ նպատակի։ Չէ, դե գրանտներ եթե կան ուրեմն նպատակային են, չէ՞ դրանք։ Տրվում ինչ-որ պրոյեկտների, չէ՞։ Կարող են նաեւ այս նպատակին ծառայել։ Ճիշտ ասած, ես այս պայդորությամբ
ներկայացնում եմ Երևանի քաղաքապետարանը, հարցադրում ուղղակի իմ գործառույթներից դուրս է, բայց սիրով ձեզ հետ առանձին կզրուցեմ եւ իմ սուբյեկտիվ կարծիքներով կկիսվեմ ձեզ հետ։ Ինչ վերաբերում է գրանտներին, եթե ձեզ կհետաքրքրեն այլ խնդիրներ, ես իբրև որպես նախկին պատգամավոր առաջին գումարվան ազգային ժողովի պատգամավոր, պատրաստ եմ ձեզ հետ բոլոր այդ հարցերով զրուցել, անձնական կարծիքս ասեմ, լսեմ ձեզ հաճույքով։ Լավ։ Կխնդրեի բոլոր բանախոսներին մեկ նախադասությամբ ամփոփել այսօրվա քննարկումը, եթե ունեք ասելիք, մեզ նաև ուղիղ եթերով են դիտում Ամեկ Պլյուսի եւ Մեդիա կենտրոնի կայքերում, ձեր ամփոփիչ խոսքը։ Ես միայն պիտի ողջունեմ, որովհետև նմանատիպ քննարկումները խիստ անհրաժեշտ են եւ ինչպես արդեն ասացի, աղբահանությունը մշակույթ է, որ մենք դեռևս չունենք, ահա սա այն քայլերից մեկն է, որը նպաստում է այդ մշակույթի ձևավորմանը։ Համոզմունքս արդեն ասել եմ այդ կապակցությամբ, որ խորապես համոզված եմ, որ ապագայում մենք դեռևս հպարտանալու տեղեր ունենալու ենք այս բնակավարի հետ կապված։ Լավատես եմ այդ առումով։ Շնորհակալություն Դիանա։ Ես միայն կուզեի մի բան ասել, որ մի քանի օր առաջ զրուցում էի Ալավերդու ակումբի երեխաների հետ ու մի հետաքրքիր փաստ կա, որ կուզեի անպայման նշել, ինչ որ սա ավելի շուտ երեխաների ուղերձն է։ Երեխաները կարծում են, որ իրենք ինչ լուսաբանման հարցում իրենք ինչ որ բան կարող են անել, հա, միասին ֆիլմ նկարել, չգիտեմ, փորձել ինչ որ ձև ինֆորմացիա տարածել, բայց վերջնական խնդրի լուծումը բնականաբար իրենք չեն կարող տալ ու երեխաները ուղղակի այդ իրենց մտահոգությունն են հայտնում, թե վերջի կլինի մի օր, որ իրենց քաղաքը ունենա իր գործարանը աշխատի, բայց պահպանի բոլոր բնապահպանական նորմերը, քանի որ ի վերջո բոլորի ծնողները նույն գործարանում են աշխատում, այսինքն գործարանը փակելու մասին խոսք չի գնում, ուղղակի ճիշտ նորմեր պահպանելու մասին է խոսքը։ Ուղղակի այդ մտահոգությունը, որ երեխաները վերջի կուզեին ստանալ այդ ամեն ինչի պատասխանը մի օր։ Շնորհակալություն, պարոն Նազարյան, ձեր խոսքը։ Քանի որ մենք մեծ լսարան ունենք, այսինքն ինտերնետային հեռարձակում է, ես էլ կցանկանայի կոչ կանեի այն համայնքներում, որտեղ որ տեղադրված են պլաստիկ շշերի համար նախատեսված աղբամաններ, կոչ կանեի բնակիչներին մի քիչ իրենց նեղություն տալ, տեսակավորել աղբը տանը եւ դրանք գտել այդ համապատասխան աղբամանների մեջ։ Դրանով մենք ահագին օգուտ կտանք մեր երկրի, մեր բնությանը։ Շնորհակալություն, հարգելի վիրտուալ հանդիսատեսներ, այսօր Մեդիա կենտրոնում հյուրընկալել էինք Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը, ով ներկայացրեց 2 ֆիլմ Մեդիա կենտրոնում, Վաշվիշը դիտեցինք, որ Ալավերդու բնապահպանական խնդիրներին էր վերաբերվում եւ ոչ մի թափոն իտալական արտադրության ֆիլմը, որը աղբի այլընտրանքային կառավարման մասին էր։ Այսօր Մեդիա կենտրոնում հյուրընկալել էինք փորձագետների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբանության եւ սանիտարական մաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը, ով նաեւ ինչպես պարզվեց նախկին բնապահպան եւ նախկին եւ ներկայիս բնապահպան, Լիանա Սմբատյանը վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆիլմերի արտադրության համակարգող եւ Սամվել Նազարյանը ուրբան հիմնադրամի ծրագրերի համակարգող։ Շնորհակալություն, որ դիտում էիք մեզ, բնապահպան եղեք, միալ արեք, վերամշակեք աղբը ով ինչքան կարող է, որովհետեւ մեր մոլորակը մեր հոգատության կարիք ունի, կհանդիպենք առայժմ։ Հետևիր Արևորդի 4-րդ միջազգային բնապահպանական փառատոնին հոկտեմբերի 18-ից 31-ը։ Ֆիլմերի ծրագիր տարբեր հեռուստաալիքներով, ցուցադրություններ, քննարկումներ Թումոյում, Մեդիա կենտրոնում, Սիրահարների այգում։ Մանրամասների համար այցելի www.festival.sunchild.org։ Հոկտեմբերի 27-ին մասնակցիր կենդանիների դիմակահանդես շքերթի։ Սկիզբը Մատենադարանից ժամը 16-ին։